Գյումրիում ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոն է բացվել։ Այստեղ հաշմանդամություն ունեցող անձիկ կզարգացնեն իրենց գյուղատնտեսական հմտությունները։ Նորաբաց կենտրոնը գործում է Կարիտաս Արեգակ բարեգործական հիմնադրամի Էմիլի Արեգակ կենտրոնի տարածքում։ Ծրագիրը կոչվում է ներառական գյուղատնտեսական կենտրոն, դասընթացների կենտրոն, որտեղ դասընթացներ են իրականացնում կանաչ գյուղատնտեսության վերաբերյալ հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների համար։ Այստեղ արժեքներ են գյուղատնտեսությունը, կլիմայի փոփոխություն և ներառականություն։ Կենտրոնի կառուցումը հնարավոր է դարձել Կարիտաս Արեգակ բարեգործական հիմնադրամի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության գործակցությամբ։ Կենտրոնը ներառական կրթություն կտրամադրի, դառնալով օրինակ, թե ինչպես է պետք հոգ տանել հատուկ կարիքներ ունեցողների նկատմամբ։ Կենտրոնը կտրամադրի ոչ միայն բույսեր, սերմեր, այլև կխթանի համայնքներում գյուղատնտեսությամբ զբաղվելը, կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Դեսպանի խոսքով սա անձնային աճի ու հնարավորությունների կենտրոն է, նախագիծ, որն ավելի կամրապնդի հայ-ճապոնական գործակցությունը։ Ճապոնիայի դեսպանատունը իդեմս կառավարության տրամադրել է 66,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ եւ Կարիտաս Արեգակ հիմնադրամը ստանալով այս գումարը ունեցել նաեւ իր ներդրումը մոտ 20,000 դոլարի չափով ներդրում եւ համաֆինանսավորվելով այս ծրագիրը իրականացվել է այս կարճ ժամկետներում կարևորությունը նրանում է, որ ամեն տարի 250-ից ավել հատուկ կարիքներ ունեցող, ինչպես նաև ոչ հատուկ կարիքներ ունեցող մարդիկ կօգտվեն ծրագրից, նրանք կսովորեն ինչպես գյուղատնտեսությամբ զբաղվել եւ այնուհետեւ կկարողանան այս փորձը կիրառել այլ աշխատանքային միջավայրերում։ Հայ-ճապոնական գործակցության մեկ այլ հաջողված օրինակ է Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի կանաչ կրթական կենտրոնը, որը տեխնոլոգիական եւ ինժեներական կրթական ծրագրեր է իրականացնելու համայնքի բնակիչների, պատերազմում վիրավորվածների եւ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։ Ես Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկին եմ։ Մարմաշեն գյուղում այստեղից մի փոքր հեռու գտնվում է մի գեղեցիկ վանք, որը հազարավոր տարիներ դիմակայել է ժամանակի փորձություններին ու աղետներին, բայց շարունակում է կանգուն մնալ, ինչպես այս համայնքը, որը զարգանում է նոր տեխնոլոգիաների ու կրթության միջոցով։ Ըստ դեսպանի, ժամանակակից անհրաժեշտ սարքերով հագեցած կենտրոնը ախուրյանցի երիտասարդների համար լավ ապագայի խորհրդանիշ է։ 200-ից 250,000 դոլար ներդրում է իրականացվել, ամբողջ շինարարական աշխատանքները ենթակառուցվածքներ իրականացվել են Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, իսկ արդեն գույքը, միկրոավտոբուսը, որը կտեղափոխի մեր ուսանողներին, այս ամենը Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։ Եվ այս հողամասը, որը հավատում ենք, որ շուտով արդեն կլինի բացառապես GIC տիրապետման տակ, նպատակ ունի Մարմաշենում ստեղծել խելացի գյուղ մոդելը եւ բացի այս կենտրոնից նաեւ խելացի հյուրատներ, խելացի օֆիսներ եւ մենք կողջևորենք, որ Երևանից եկող բիզնեսները արդեն իրենց մասնաճյուղերը ոչ թե ստանդարտ բիզնես կենտրոններում հիմնեն, այլ գան եւ այս գեղատեսիլ սիրուն տեսարանով վայրում։ Եղոյանի խոսքով այս ծրագրով մեկնարկում է բիզնեսի ապակենտրոնացումը մեծ համայնքներից դեպի ավելի փոքր բնակավայրեր։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։